Իսկ դուք գիտեք, որ ձեր կյանքը փրկած այս հզոր սարքի իրական հեղինակից պարզապես գողացել են պատմության ամենամեծ մրցանակը։ Ողջույն, ես Արգամ Ռոբերտին եմ եւ այսօր մենք կբացահայտենք գիտության ամենաաղմկահարույց սկանդալը։ Ինչու Նոբելյան կոմիտեն որոշեց պատմությունից ջնջել հայ հանճար Ռայմոնդ Դամադյանի անունը, ով 1971 թվականին առաջինն ապացուցեց, որ քաղցկեղը կարելի է տեսնել մագնիսների միջոցով։ Նա ստեղծեց աննկուն սարքը, բայց նրանից խլեցին նրա ոսկե մեդալը։ Պատճառը ձեզ շոկի կենթարկի։ Դա ոչ թե գիտությունն էր, այլ նրա հավատքը Աստծո հանդեպ։ Դամադյանը ջութակահար էր, ով դարձավ բժիշկ, որովհետև ցանկանում էր թափանցիկ դարձնել մարդու մարմինը։ Նա առաջին սկանավորումն արեց կոշեր հնդկահավի վրա, իսկ երբ փորձեց ինքն իրեն սկանավորել, պարզվեց, որ նա չափազանց գեր էր իր իսկ ստեղծած սարքի համար։ Բայց գիտեք որն էր ամենազարմանալին։ Երբ նրան պետք էր 30 մղոն լար, որն արժեր $150,000, նա ուներ ընդամենը 15,000, եւ հենց այդ պահին Westinghouse ընկերությունը նրան վաճառեց լարը հենց 15,000-ով։ Նա ասում էր. «Սա աղոթքի պատասխանն է»։ Ահա այստեղ է, որ արդարությունը պարտվեց։ Բայց մինչև կբացահայտեմ, թե ինչպես Նոբելյան կոմիտեն պատժեց նրան իր հայացքների համար, հենց հիմա միացեք Արգամ բլոգի էջերին եւ լայքեք այս տեսանյութը։ 2003 թվականին մրցանակը տվեցին ուրիշներին։ Գիտնականները խոստովանել են, նրան մերժեցին, որովհետև նա հավատում էր Աստվածաշնչին, այլ ոչ թե էվոլյուցիային։ Նրանք չէին ուզում, որ կրեացիոնիստը կանգնի բարձր պատվանդանին, բայց հայկական արժանապատվությունը թույլ չտվեց լռել։ Դամադյանը դատի տվեց համաշխարհային հսկաներին ու հաղթեց ԱՄՆ գերագույն դատարանում, ստանալով $128 միլիոն։ Նա ապացուցեց. կարելի է խլել մեդալը, բայց հնարավոր չէ խլել ճշմարտությունը։ Իսկ դուք ինչպես եք կարծում, արդյոք գիտնականի կրոնական հայացքները պետք է խանգարեն նրան ստանալ Նոբելյան մրցանակ։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Ձեզ հետ Արգամ Ռոբերտին էր, կհանդիպենք։